Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 11։ Իրական հոգևորությունը չես կարող կրկնօրինակել։ Այստեղ Նյու Յորքի փողոցներում կարող եք գնել Rolex ժամացույցը $15, սակայն յուրաքանչյուր Նյու Յորքի բնակիչ գիտի, որ այս ժամացույցները իսկական Rolex-ներ չեն։ Դրանք պարզապես կեղծ ժամացույցներ են, բնօրինակի էժան կրկնօրինակը։ Այսօր թվում է, թե գրեթե ամեն ինչ ունի իր պատճենը, սակայն կա մի բան, որը չես կարող կրկնօրինակել, եւ դա իրական հոգևորությունն է։ Իրականում հոգևոր ոչինչ չի կարող կրկնօրինակվել։ Տերը ճանաչում է իր սեփական ձեռքերի գործը եւ չի ընդունի իր աստվածային որևէ գործի մարդկային կրկնօրինակը։ Ինչու՞։ Քանի որ մարդկանց համար անհնար է վերարտադրել այն, ինչ իսկապես հոգևոր է։ Սա միայն Սուրբ Հոգու գործն է։ Նա շարունակ նոր բան է ստեղծում իր ժողովրդի մեջ եւ մեզ համար անհնար է ընդօրինակել այս գործը։ Աստծո Հոգուց մեզանում կատարած շատ քիչ բան է տեսանելի։ Պողոսն ասում է. մենք այս երևող բաներին չենք մտիկանում, այլ աներևույթներին։ 2 Կորինթացիս 4:18 խոսք։ Այս հատվածի համատեքստում Պողոսը խոսում է տառապանքի եւ նեղության մասին։ Նա ասում է. ոչ ոք չգիտի այն ամենը, ինչի հետ մենք բախվում ենք, բացի Սուրբ Հոգուց։ Այստեղ է, որ ճշմարիտ հոգևորությունը բացահայտվում է, եւ դա տառապանքի հնոցում։ Նրանք, ովքեր ընթանում են Աստծո Հոգու առաջնորդությամբ, ովքեր վստահությամբ են դիմակայում իրենց փորձություններին, գիտակցելով, որ Տերը գործում է իրենց մեջ, դուրս են գալիս իրենց փորձություններից ամուր հավատքով։ Նրանք վկայում են, որ Հոգին իրենց ավելին է սովորեցրել տառապանքի ժամանակ, քան այն ժամանակ, երբ իրենց կյանքում ամեն ինչ լավ էր։ Տերոջը հետևելու իմ բոլոր տարիների ընթացքում ես հազվադեպ եմ տեսել իմ հոգևոր աճը լավ ժամանակներում։ Ընդհակառակը, նման աճը սովորաբար տեղի ունեցել, երբ ես դժվարություններ, տառապանքներ եւ փորձություններ եմ ապրել, այն ամենը, ինչ Սուրբ Հոգին հնարավոր է դարձրել։ Տառապանքի միջոցով է, որ կարողանում ենք հասկանալ, որ Աստված մեզ տալիս է իր փառքի հայտնությունը, որը հավիտենական է։